Բարի երեկո բարեկամներ։ Իրանը մերժում է ԱՄՆ-ի բոլոր առաջարկները եւ անցնում է գրոհի։ Աբբաս Արաղչին հայտարարում է, որ մենք շարունակում ենք պատերազմը։ Թրամփը հայտարարում է, որ Իրանը բանակցում է, բայց վախենում է դրա մասին բարձրաձայնել, ինչին արձագանքում է Բաղեր Ղալիբաֆը, որակելով Թրամփի հայտարարությունները վառ երևակայության արդյունք։ Մեկ ժամ հետո համաշխարհային լրատվամիջոցները տարածում են մի հոդված, որտեղ ասվում է, որ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը։ Թրամփը հայտարարում է, որ Իրանը շատ թանկ նվեր է արել ԱՄՆ-ին։ NBC News-ի ուղիղ եթերում Աբբաս Արաղչին ժպտում է, որակելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները որպես պարտության փաստ։ Միջազգային տեղեկատվական հոսքեր, որոնց տողատակերում թաքնված է այսօրվա աշխարհի քաղաքական պատկերը եւ որոնք մեր հայկական մեդիատիրույթում անտեսվեցին կամ թերագնահատվեցին կարևորության առումով։ Ինֆորմացիան կա, սակայն պակասում է քաղաքական ղեկավարների որոշումների կամ հայտարարությունների դրդապատճառների բացատրությունը։ Այսօր այդ պակասը լրացնելու օրն է։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-N հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Բաժանորդագրվեք, տարածեք եւ կիսվեք մեր տեսանյութերով բարեկամներ։ Նախորդ թողարկման ընթացքում բարեկամներ ասել էի, որ հիմա այս պատերազմի կուլմինացիան է եւ այս պահից սկսած իրադարձությունները զարգանալու են շատ արագ սլանալով դեպի հանգուցալուծում ու կարծում եմ չեմ սխալվել։ Ավանդույթը չեմ խախտի։ Պաշտոնական լրահոս, հետո մնացածը։ Իրանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԱՄՆ-ն 15 կետից պահանջ է ներկայացնում Իրանին, ինչ պահանջներ են, դա հիմա կարևոր չէ։ Իրանը լռում է։ Համաշխարհային լրատվամիջոցները հայտարարում են, որ Իրանը պատրաստ է բանակցել եւ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում, ինչը հաստատում է նաեւ ամերիկյան կողմը։ Իրանը կրկին լռում է։ Այս ֆոնին Թրամփը հայտարարում է. Իրանի հետ բանակցությունների կազմակերպումը ընթացքի մեջ է եւ ավելացնում է, որ Իրանը բացառիկ թանկ նվեր է արել ԱՄՆ-ին, ինչի մասին է խոսքը այդ պահին դեռ պարզ չէ։ Թրամփի այս հայտարարությանը NBC News-ի ուղիղ եթերում պատասխանում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հաղորդավարի հարցի ժամանակ Արաղչին ժպտում է, ապա հայտարարում. Այն, որ հիմա ԱՄՆ-ն խոսում է բանակցություններից, վկայում է պարտության մասին։ Նրանք մտածում էին, որ Իրանը ստում է, որ մենք չենք փակի Հորմուզի նեղուցը, բայց իրականությունն այլ է։ Հիմա Հորմուզի նեղուցը փակ է։ Բանակցությունների մասին խոսք չկա։ Այնինչ ասում է ԱՄՆ-ի նախագահը, չի համապատասխանում իրականությանը։ Պատերազմը մենք չենք սկսել, բայց ավարտելու ենք մենք։ Պատերազմը շարունակվում է եւ շարունակվելու է այնքան, որքան պետք է մեզ։ Համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերը տարածում են տարօրինակ հայտարարություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանի ապագա ղեկավարի դերում տեսնում են Իրանի Մեջլիսի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆին եւ որ Հորմուզի նեղուցը արդեն բաց է։ Բաղեր Ղալիբաֆը չի անդրադառնում իր մասին հայտարարությանը, բայց բարձրաձայնում է հետեւյալի մասին։ ԱՄՆ-ի 15 կետից առաջարկը նախագահ Թրամփի վառ երևակայության արդյունք է եւ ընդհանրապես ցանկությունների ցուցակ։ Թշնամիները տարածաշրջանային երկրներից մեկի աջակցությամբ պատրաստվում են իրանական կղզիներից մեկի օկուպացմանը։ Եթե նույնիսկ նրանք մեկ քայլ անեն, այդ տարածաշրջանային երկրի բոլոր կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները առանց սահմանափակման կդառնան Իրանի անողոք հարվածների թիրախը։ Կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, պարզ չէ։ Ղալիբաֆի հայտարարությանը հաջորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։ Այո, Հորմուզի նեղուցը բաց է, բայց միայն բարեկամական երկրների համար՝ Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի համար։ Մնացած այն երկրները, որոնք ցանկություն ունեն օգտվել Հորմուզի նեղուցից, պետք է մեզ ներկայացնեն նավի ողջ անձնակազմի ցուցակը, նավի պատկանելիությունը, տեղափոխվող բեռների լիարժեք ցուցակը եւ համապատասխան բոլոր փաստաթղթերը, որտեղից ուր է տեղափոխվում տվյալ բեռը։ Հակառակ դեպքում անցումը փակ կլինի։ Այս հայտարարություններին զուգահեռ CNN-ը հաղորդում է. Թրամփի վարչակազմը քննարկում է Խարկ կղզու գրավման հնարավորությունը Իրանին ճնշելու եւ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Իրանը ամրապնդում է Խարկ կղզու պաշտպանությունը։ Թեհրանն արդեն տեղակայել է այնտեղ զորքեր եւ հակաօդային պաշտպանություն եւ հիմա զբաղված է ականապատման աշխատանքներով։ Ու մեկ էլ հայտնվում է Էրդողանը։ Ինչպես եւ 100 տարի առաջ աշխարհը թևակողել է նոր աշխարհակարգի մեկ այլ շրջափուլ։ Թուրքիան եւ մենք, Թուրքիայի իշխանությունները շատ լավ պատրաստվել ենք նոր իրողությանը, որն արդեն իրականություն է։
Ինչ նոր աշխարհակարգ, ինչին են պատրաստվել, ինչի մասին է խոսում Էրդողանը հասկանալի չէ, բայց կհասկանանք։ Ամեն ինչ հերթով։ ԱՄՆ-ի ոչ մի մարտավարություն լիարժեք չաշխատեց ու ԱՄՆ-ն պլան B չունի, դա արդեն ակնհայտ է։ Չէին մտածում, որ Իրանն այսքան կդիմանա, հույս ունեին, որ կփլուզվի Իրանի քաղաքական կառավարման համակարգը, չփլուզվեց։ Համոզված էին, որ Իրանը չի փակի Հորմուզի նեղուցը, բավարար միջոցներ չեն թողնի, բայց այստեղ էլ սխալվեցին, Հորմուզի նեղուցը փակ է։ Ու հիմա Իրանն անցել է գրոհի, չի համաձայնում հրադադար կնքել։ Սկզբից ԱՄՆ-ի խնդիրը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն էին։ Հիմա այն վերածվել է ծովային ճամփուղու համար մի պայքարի, որը ԱՄՆ-ն դեռ պարտվում է։ Ինչ է անելու Թրամփը։ Տարբերակները շատ չեն, փորձելի է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի վրա։ Իզորու է դա անել, այո։ Սակայն ինչ գնով, սա է հարցը։ Հորմուզի նեղուցը բացառիկ աշխարհագրական դիրք ունի։ Վեաձև կոր, ինչը թույլ է տալիս 270 աստիճան շրջագծով կրակի տակ պահել գրեթե ամբողջ նեղուցը։ Թեպետ նեղուցի ամենալայն հատվածը 90-ից 100 կիլոմետր է, սակայն նավարկելի մասը շատ նեղ է, մոտ 5 կիլոմետր, ինչը ավելի հեշտ է վերահսկել։ ԱՄՆ-ին անհրաժեշտ է այդ հատվածը վերցնել իր վերահսկողության տակ և ամրապնդվել այնտեղ։ Միայն այս կերպ հնարավորություն կա վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը, այլ տարբերակ չկա։ Շատերը կասեն հնարավոր չէ, հեքիաթ է, միջազգային իրավունք, տարածքային ամբողջականություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես էլ կասեմ նման օրինակ կա։ Ջիբրալթարը։ Ջիբրալթարը միջերկրական ծովը Ատլանտյան օվկիանոսի հետ կապող ճանապարհին կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող թերակղզի է։ Ով վերահսկում է Ջիբրալթարի թերակղզին, նա էլ վերահսկում է Ջիբրալթարի նեղուցը։ Տեղակայված է Պիրենեյան թերակղզու հարավային մասում։ Ընդամենը 6.7 քառակուսի կիլոմետր, ունի 35,000 բնակչություն։ Ժամանակին եղել է Իսպանիայի մաս։ 1713 թվականից գտնվում է Մեծ Բրիտանիայի վերահսկման տակ։ Համարվում է Բրիտանիայի մաս։ Այս թերակղզու համար Իսպանիայի և Բրիտանիայի միջև վեճերը շարունակվում են մինչ օրս։ Բրիտանիան բաց և առանց կաշկանդվելու հայտարարում է, որ իրենք ժամանակին գրավել են Ջիբրալթարը և չեն պատրաստվում հանձնել այն, որովհետև այդ հողը ներծծված է բրիտանացի զինվորների արյունով, որոնք իրենց կյանքն են զոհել արդարությունը վերականգնելու համար։ Մենք աշխարհի համար ապահովում ենք Ջիբրալթարի նեղուցի աշխատանքն ու անվտանգությունը, որը Իսպանիան ժամանակին վերածել էր քաղաքական ճնշման գործիքի։ Այսպիսին է Բրիտանիայի դիրքորոշումը ու ոչ ոք չի առարկում, չի քննարկում հարցի ճիշտ ու սխալ լինելը։ Էնպես որ իրավական տեսանկյունից հնարավոր է գրավել Հորմուզի նեղուցը։ Պատճառը պարզ է, կպատճառաբանեն, որ վերականգնելու են արդարությունը։ Հիմա ամեն ինչ արդարության տակ է, չէ՞ քողարկվում։ Հարցը հետևյալում է, կկարողանա ԱՄՆ-ն կգնա այս քայլին, թե ոչ, կարծում եմ կգնա։ Ինչու, ԱՄՆ-ը ինչին է պետք արդարության համար, Եվրոպային օգնելու համար, ինչի համար։ Շատ լավ հարց է, որի շուրջ երկար մտածելու բան կա։ Կիսվեմ իմ մտքերով։ ԱՄՆ-ն լրիվ ինքնաբավ երկիր է, բարեկամներ, ու եթե նույնիսկ փակվեն բոլոր ծովային ճանապարհները, Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը դրանից չի տուժի, որոշակի ազդեցություն կունենա, բայց օրինակ քաղաքացիները նույնիսկ չեն էլ զգա։ Բայց ծովային ճանապարհներից կախված է մեկ այլ համաշխարհային գիգանտի տնտեսությունը՝ Չինաստան։ Չինաստանին անհրաժեշտ էներգակիրների 20%-ը արտադրվում է երկրի ներսում։ 80%-ը ներկրվում է, այդ 80-ից 40%-ը Չինաստան է հասնում, այո, Հորմուզի նեղուցով։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի վրա, ապա Չինաստանի համար առաջանում է ազգային անվտանգության հարց։ Ինչ կանի Չինաստանը, չգիտեմ։ Ենթադրենք հաջողվում է, ապա ԱՄՆ-ն մեկ կրակոցով սպանում է երկու նապաստակ։ Գաղտնիք չէ, որ Իրանում պատերազմը առաջին հերթին Չինաստանին զսպելու համար է, հետո նոր մնացածը։ Եվ ԱՄՆ-ն կարող է գնալ այս քայլին շատ վտանգավոր, բայց հաջողության դեպքում արդարացված։ Չինաստանը գիտակցում է հարցի լրջությունը, բայց ներքաշվել պատերազմի մեջ չի ուզում։ Եվ այս ամենը հաշվի առնելով, ենթադրենք, պարզապես ենթադրենք, ԱՄՆ-ի փոխարեն Չինաստանն է գրավում Հորմուզի նեղուցը։ Ենթադրենք։ Ինչ կստացվի։ Չինաստանին կանգնեցնել այլևս չի լինի։ Սրա մասին էլ շատ լավ հասկանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները։ Բայց արժե Չինաստանին զսպելու համար գնալ մի արկածախնդրության գիտակցելով, որ դա կարող է լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհում հեգեմոնիայի անկման սկիզբը։
Ու եթե կա նման վտանգ, ինչու է ապա ԱՄՆ-ն գնում դրան ընդառաջ։ Միգուցե բարեկամներ Ամերիկայի Միացյալ Նահանգներին իրականում պետք չէ այս պատերազմը։ Միգուցե, բայց անհրաժեշտ է Դոնալդ Թրամփին։ Ու սա այս թողարկման ամենակարևոր մասն է։ Հիմա փոքրիկ մի պատմական էքսկուրս, որ հետո պարզ լինի ինչի մասին եմ խոսելու։ Ամեն ինչ սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1919 թվականին Ազգերի լիգայի առաջին համագումարի ժամանակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը բարձրաձայնում է միջազգային իրավունքի բարոյական սկզբունքների մասին։ Իր հանրահայտ ելույթում ԱՄՆ նախագահն ասում է, որ միջազգային հարաբերությունները կարգավորող մեխանիզմ է պետք, որ պատերազմը հարցի լուծում չէ, եւ որ այսուհետ գործելու է միջազգային իրավունք հիմնված բարոյական սկզբունքների վրա։ Ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ նմանատիպ բոլոր քաղաքական սկզբունքները, որոնք գործում են այսօր, սկիզբ են առնում այդ կետից։ Նախապես ասեմ բարեկամներ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք Ազգերի լիգայի անդամ չի եղել։ Չնայած Վուդրո Վիլսոնի գործադրված բոլոր ջանքերին, Կոնգրեսը ճանաչել է, որ Ազգերի լիգան հակասում է իրենց սահմանադրությանը, որ ԱՄՆ-ի փոխարեն ոչ ոք չի կարող որոշել պատերազմել, թե ոչ կամ որտեղ պատերազմել եւ ինչպես։ Սա ինքնիշխանության խախտում է, որը ամրագրված է մեր սահմանադրությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունում, եթե կարճ, ապա այսպես։ Հետո երկրորդ համաշխարհային պատերազմ եւ Ազգերի լիգան վերածվում է Միացյալ Ազգերի կազմակերպության։ Պատմական էքսկուրսի ավարտ։ Իմ կարծիքով Վուդրո Վիլսոնը շատ վատ բան է արել։ Հիմա կքարկոծվեմ մասնագետների կողմից, բայց սա իմ կարծիքն է ու դժվար է փոխվի։ Ո՞վ է սպասարկում միջազգային իրավունքը։ Ո՞վ է կարողանում իրացնել այդ միջազգային իրավունքը։ Միայն ուժեղները, չէ՞։ Որ բարոյականության մասին է խոսքը, բարեկամներ, ինչ բարոյականություն։ Եթե առաջանում է պետության շահերը սպասարկելու եւ անվտանգային խնդիրներ լուծելու հարցեր։ Ինչ ՄԱԿ։ ՄԱԿ-ն ինչ է արել այսքան ժամանակ։ Կամ ինչ կարող է անել ընդհանրապես։ Ինչ խնդիր է լուծել, ինչ կոնֆլիկտ է լուծել, ինչ պատերազմ է կանգնեցրել։ Ուժեղ ես, ուրեմն ճիշտ ես։ Ցավալի է բարեկամներ, բայց սա է իրականությունը։ ՄԱԿ-ը դեռ կհասցնի հանդես գալ մի շարք դատապարտող հայտարարություններով, կհրապարակի որոշումներ, որոնք երբեք չեն իրագործվել, չեն իրագործվելու։ ՄԱԿ-ին ով է բանի տեղ դնում, ՄԱԿ-ն ով է ընդհանրապես։ Իմ կարծիքով անպիտան կառույց, որի ուժը պատում է միայն թույլերի վրա։ Հիմա վերադառնանք իրականություն, իսկ իրականությունն այսպիսին է։ Աշխարհը թևակողել է մեկ այլ աշխարհակարգ, մեկ այլ շրջափուլ։ Մենք վերադառնում ենք 1919 թվական։ Նորից եմ կրկնում, ուժեղ ես, ուրեմն ճիշտ ես։ Ու այստեղ հասկանալի է դառնում Էրդողանի հայտարարությունը։ Ինչպես եւ 100 տարի առաջ, աշխարհը թևակողել է նոր աշխարհակարգի մեկ այլ շրջափուլ։ Թուրքիան եւ մենք, Թուրքիայի իշխանությունները շատ լավ պատրաստվել ենք նոր իրողությանը, որն արդեն իրականություն է։ Թուրքիան ու ելի շատ ու շատ երկրներ հասկանում են ինչ է տեղի ունենում, խնայում են իրենց ուժերը ու պատրաստվում են դրան։ Հիմա Թրամփի մասին, ինչ է անելու Թրամփը։ J. Ռոբերտ Պրիցկեր։ Արմատներով հրյա Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, միլիարդատեր, Իլինոյսի նահանգապետ, դեմոկրատական կուսակցության անդամ։ Իր վերջին հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 14-ին, Պրիցկերը բացահայտ ասում է. 2028 թվականին իշխանության գալուց հետո մենք քրեական պատասխանատվության ենք ենթարկելու Թրամփի ողջ վարչակազմին։ Բոլորը պետք է պատասխան տան իրենց գործած հանցանքների համար։ Եթե որոշներին հաջողվի խուսանավել, միևնույնն է, մենք նրանց հետապնդելու ենք քաղաքացիական դատավարության հայցերով։ Ռոբերտ Պրիցկերը բացահայտ ու առանց թաքցնելու ասում է բարեկամներ, որ ինչ էլ լինի, բոլորին դատելու ենք։ Լինի դա օրենքով թե ոչ։ Ու սա ասվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու փաստում է իմ առաջ քաշած թեզի մասին։ Ուժեղ ես, ուրեմն ճիշտ ես։ Թրամփին անհրաժեշտ է լուծել Իրանի խնդիրը, որը վերածվել է գլխացավանքի։ Կյանքի հարց է, բառի բուն իմաստով։ ԱՄՆ-ն լայնածավալ բախման չի գնալու, կջախջախվի Իրանի կողմից, կպարտվի։ Սկզբում փորձում էին լուծել այս խնդիրը ուրիշների ձեռքերով, առաջարկեցին քրդերին, չստացվեց, առաջարկեցին Ադրբեջանին, չստացվեց։ Թուրքիան ասել էր ես չկամ, իմ վրա հույս չդնեք։ Հիմա մնացել է ապավինել սեփական ուժերին։
Իսկ սեփական ուժերը կհերիքեն միայն լոկալ ռազմական օպերացիա իրականացնելու համար, օրինակ գրավել մի քանի բարձունքներ եւ կղզիներ եւ վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցում։ Միջազգային իրավունքը գործելու է, պաշտպանելու է Իրանի շահերը, իհարկե ոչ, որովհետև միջազգային իրավունք երբեք չի եղել, չկա ու չի լինելու համենայն դեպս այն տեսքով, որը հիմա կա։ Մենք վերադառնում ենք ուժի դարաշրջան։ Եվ այս կոնտեքստում պարզ է դառնում Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի իմաստը, որը ըստ էության փոխարինելու է ՄԱԿ-ին, ինչ սկզբունքներով դեռ պարզ չէ։ Ով է նախաձեռնել այս ամենը, ով է մեկնարկը տվել, ով է վերադարձնում մեզ ուժի դարաշրջան, իհարկե ուժեղները։ Այն ուժեղները, որոնք միշտ խախտել են իրենց իսկ սահմանած սկզբունքները՝ Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը ու ելի շատ երկրներ։ Ես վստահ չեմ, որ պատրաստ եմ Իրանի հետ գործարքի։ Մենք շարունակում ենք պատերազմը։ Նրանք մեզ խնդրում են բանակցությունների մասին, բայց ես չեմ ուզում։ Պայմանավորվել պետք էր այն ժամանակ, երբ մենք նոր իշխանության էինք եկել։ Հիմա արդեն ուշ է։ Սա Թրամփի վերջին հայտարարությունն է, իհարկե կրկին հակասական, ինքն իրեն հակասում է։ Բայց այնուամենայնիվ փաստացի ասում է. մենք որոշել ենք տիրել եւ վերահսկել ամբողջ աշխարհը։ Ինչու? Որովհետև ուժեղ ենք ու որովհետև ճիշտ ենք եւ դա կարող ենք անել ու մեզ ոչ ոք չի կարող ոչ խորհուրդ տալ, ոչ էլ կանգնեցնել։ Կկարողանա իրագործել ԱՄՆ-ն այնինչ պլանավորել է, կկարողանա լուծել Իրանի հարցը, բացել Հորմուզի նեղուցը։ Պարզ չէ, չգիտեմ ճիշտը որ ասեմ, բայց հաջորդ շաբաթ վստահ եմ լինելու է ճակատագրական եւ որոշիչ։ Ինչու չգիտեմ, այդպես եմ զգում։ Բաժանորդագրվեք եւ շարունակեք աջակցել մեզ, բարեկամներ, տարածեք մեր տեսանյութերը եւ կիսվեք մեր տեսանյութերով։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Մինչ նոր հանդիպում։